4 կողեր են ջարդել, քիթն են ջարդել։ Դատապեզիկի մոտ էիք դուք հիմա։ Այո։ Երեք դուք քննչական կոմիտեում հարցաքննվեցիք, չէ։ Այո։ Քանի ժամ է տևել հարցաքննությունը։ Մոտ մի 2 ժամ։ 2 ժամ։ 2-3 այդ ամբողջ ընթացակարգով 2-3 ժամ։ Տիկին Վերոնիկա, մեզ համար անհասկանալի բաներ մնացին, մի քանի հարց էլ ուղեմ։ Որտեղ են իրենց էծի ենթարկել։ Քաղաքից դուրս ինչ որ անծանոթ գործարանի տարածք ա եղել։ Ձեր ամուսինը չի հիշում այդ գործարանի տարածքը։ Լուսակերտի կողմերն ա եղել ինչ-որ։ Հա, աչքերը իրա կապել են, բան թե որ տարեցին արևած։ Չէ, իրանք այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության մեջ։ Նույնիսկ ներկայացել են, ում կողմից են, ինչի համար են անում։ Այդ որ ներկայացել են, կասեք իրանց անունները, այդ որ ներկայացել են, դուք այնտեղ ասում եք շատերը կան, որ ճանաչում են։ Կասեք անունները։ Եղել է ինչ որ ոմն Ռոման, Շինգավիթից։ Դուք ճանաչում եք Ռոմանին։ Ես չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում եւ ներկայացել է Մհեր Խաչատրյանի կոմիտե կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի եղբայրը, որին որ մենք ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, իսկ Ռոմանին ամուսինս ճանաչել է։ Ամուսինը ճանաչել է։ Մի 5-6 ամիս առաջ եւս Սուրենի հրահանգումով նա եկել էր ինչ որ ամուսնուս հետ պարզաբանումների իմ աշխատանքային գործունեության հետ կապված, որ ասում էին, թե դիմում գրի դուրս գա, ամուսինս ասում էր ոչ, դուրս չի գալու։ Դուք ով եք որ ձեր ասածը պետք է անեք։ Իսկ էլ ով, այնտեղ ասում են հրապարակվեց մամուլը, որ 50 մարդ ա եղել։ 50, այո, 40-ից 50 մարդ ա եղել են։ Էլում եք Որոնցից միայն ամուսինս ճանաչել է Ռոմանին։ Այո։ Այն մնացածին ոչ մեկին չգիտի ով են, ինչ են եւ ներկայացել է Խաչատրյան Մհերի եղբայրը։ Իսկ իրան որտեղից էին տարել, կասեք տեղը, որտեղից որ տարել են։ Ես տենց մանրամասներ չգիտեմ, իրենը խաբել են, խաբեությամբ տարել են այնտեղ ու շարունակությունը դե գիտեմ։ Իսկ ձեր ամուսինը հիմա չի կարա, հա, խոսա, որ իրեն հարցնենք որտեղ։ Ինքը ճիշտ ասած չի ուզում, ինքը ընդհանրապես չի ուզում, ինքը շատ դեմ էր, որ ես ոստիկանություն դիմեմ, բայց ես իր կամքին հակառակ դիմել եմ, որովհետև ես կարծում եմ, եթե հանցագործություն կա, հանցագործը պետք է պատժվի։ Բայց ձեր ամուսինը ճիշտ եմ արել։ Հա, Տիկին Վերոնիկա, իսկ ձեր ամուսինը, որ իրան տենց վնասվածքներ են հասցրել, դուք ոնց ինքնա ձեզ զանգի ասել, որտեղ է գտնվում, որ չէ, ինքը չի զանգել, ես իրան ժամը 3-ից ինքը անհասանելի էր, հազանգում էի, չէր զանգելիս պատասխան ու ես արդեն անհանգստացած եմ, որտեղ ինքը շատ ուշադիր ամուսինն է, շատ ուշադիր ծնող է, ասենք այդքան ժամանակ կապի չլիներ, մեզ համար դա արդեն անհանգստության պատճառ էր։ Հետո կապնվեցինք մի կերպ, ինքը շատ նենց բան էր խոսում, սենց ոնց ասեմ, կասկածելի ձևով բաներ էլի, սենց չգիտեմ, շատ նենց կտրուկ, անորոշ պատասխան մեր հարցերից, ես ասեցի Արտուր ջան, ինչ որ մի բան ա եղել, ասում է չէ, գործով մի տեղ եմ, հա, իրը խոսելուց զգացի, որ մի բան են չի ու ես տղայիս ասում սրան զանգի, նրան զանգի, տեսնենք ինչ ա կատարվում այդ մարդու հետ, որտեվ արդեն ինձ մոտ անհանգստություն առաջացավ, որովհետև գիտեմ, որ այդ տականքները չէին կարող մենակ առերեսգային տղամարդու պես հարցեր պարզաբանել ու ինձ մոտ արդեն պես անհանգստություն առաջացավ, իսկ ժամը մեկի կողմերը մի կերպ ինքը չգիտեմ, այդ աչքերից լրիվ արուն էր հոսում, իջև հիմա արուն ա գնում այդ մի աչքից։ Տականքները են, որ ոնց կարա էլի մարդ այդքան ստոր լինի, ոնց կարա, ես ուղղակի ապշում եմ։ Տիկին Վերոնիկա, իսկ ձեր ամուսնուն դուք որտեղից վերջը գտաք։ Ոնց գտաք։ Եկելա տուն, մի կերպ մեքենան քշել է մի 3-4 ժամում, ասում է բանը գլխապտույտ էր մոտս լինում, դե աչքերը չէր տեսնում, ասում է, չգիտեմ, ինչ ձև եմ հասել։ Քննչական կոմիտեում, երբ որ դուք ցուցմունքը տվեցիք, ձեզ տուժող ճանաչեցին։ Բա իհարկե։ Իսկ ձեր ամուսնուն չեն պատրաստվում հիմա հարցաքննել, չեն ասել այդ մասին ոչ մի բան։ Հարցաքննել է։ Ձեր ամուսինն էլ է հարցաքնվել արդեն։ Այո։ Ձեր ամուսինն էլ է անունները տվել կադաստրի կոմիտեի ղեկավարի, այդ Բա իհարկե, բա ոնց չենք տա։ Եթե չտանք ում բա բռնեն։ Իսկ իրավապահները հիմա գործողություններ անում էին կադաստրի կոմիտեի ղեկավարի կամ այն անձանց մանրամասնություններ չգիտեմ, ես մանրամասնություններ այդ քննության հետ կապված չգիտեմ, ես կարծում եմ, որ այո, գործողություն
ու հանցագործները պատժվելու։ Ես շատ հուսով եմ։ Ես հուսով եմ, որ իրենց պաշտոններն ու իրենց այդ շրջապատող մարդիկ, ովքեր եւս պաշտոններ են զբաղեցնում, մեկը մյուսի ծառայություններ են մատուցելու, ոչ մեկ չի կարողանալու իրենց օգնել, որովհետեւ ես վստահ եմ, համոզված եմ ու հուսով եմ արդարությունը գործելու է։ Ուղղակի հանցագործականները պատժվելու։ Ուղղակի տեղն է էլի ուզում հստակ իմանալ, որ ձեր դեպքի վայր եմ գնալու, ասում են Լուսակերտի հատված են տարել։ Հա, Լուսակերտի հատվածում։ Իսկ քննիչները ձեզանից հեռախոս, որ ձեր ամուսինը բան է արել, SMS է գրել եւ այլն, այդ ամեն ինչը արգրավել են, հա, այդ ամեն ինչը քննության առարկա դարձել է։ Այո, իհարկե։ Ասեմ այդ բանը SMS-ներն ու ձայնայինները տենց եսի մինչեր չեն եղել, որ դրա համար մարդ առևանգեն։ Տականքները։ Տղամարդը իր գայր առել է սպարզաբաներ, ինչ է նշանակում գողանաս մարդուն։ Ես կարող ենք Սիցիլիայում ենք ապրում, տեղյակ չենք։ Հա? Իրանք ուղղակի այդ մարտաֆիլմերի ազդեցության տակ են մնացել, չգիտակցելով, որ հիմա ամեն ինչ շատ արագ բացահայտվում է։ Տիկին Վերոնիկա ջան, ձեր ամուսինը առավոտյան է հարցաքնվել։ Չէ, երեկոյան։ Երեկոյան։ Այո։ Դե մենք օրվա կեսին ենք դիմել։ Հա, մի օր ինքը չէր համաձայնում, որ մենք ոչ բժշկի դիմենք, ոչ բան, բայց որ վիճակը շատ վատացավ, ես զանգեցի ու շատ արագ արձագանքեցին մեր ոստիկանները։